նախ գանք սկզբից, հիմա դուք ասում եք նախագիծ եք վերել, որով ցանկանում եք, որ օրենքով սահմանման ենթակա կարգավորումները վերապահվի կառավարության սահմանմանը։ Սա ըստ էության ոչ միայն իրավական առումով է խնդրահարույց, որտեղ համաձայն սահմանադրության իրավունքներ եւ պարտականություններ առնվազն սահմանող եւ պատասխանատվություն սահմանող նորմերը պետք է սահմանվեն կամ կարգավորվեն օրենքներով։ Սա շատ կարևոր է, որովհետեւ ի վերջո մի բան է օրենքում նախատեսել նորմ, քննարկումները բոլորին այլ ֆորմատով են, այլ տրամաբանության մեջ մի բան, երբ որ ասենք կառավարությունն է սահմանում կամ ասենք օրինակ ձեր գերատեսչությունը։ Այստեղ այս խնդրի հետ կապված լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն կա, որը ես ակնկալում եմ, որ դուք կներկայացնեք։ Երկրորդը վիճակագրական կարծում եմ հարց է, այս պարոն Թունյանի տված հարցի շարունակությունը, ես ուզում եմ հասկանամ տարեկան ծավալը այս դրոշմապիտակների մոտավորապես քանի հատ է սրանից այսպես ասենք տպվում եւ բաշխվում տնտեսվարող սուբյեկտներին, սա էլ է կարևոր եւ սրա շարունակությունը մի տեսակ իմ կարծիքով, եթե այդ տվյալները բնականաբար կան, տնտեսվարող սուբյեկտը ազգային օպերատորը մոտավորապես ինչ շահույթի մասին է խոսք, էլի կարելի է այդ գործունեության տեսակով նաեւ հասկանալ, թե ասենք այդ 4.2 դրամով որ վաճառում է, ինչ շահույթ է ստանում, մինիմալ, գերշահույթ է ստանում, որտեղ ի վերջո այդ շահույթից էլ ձեզ հարկա չէ տալիս։ Այնուամենայնիվ ստե այդքան էլ առաջին հայացքից բարդ բան չկա, հատ ընդհանուր հասկանալու տեսանկյուն, ինչպես, հա, այս էլ իհարկե կոմերցիոն գաղտնիքը պահելով մեջ եմ ասում, բայց ընդհանուր առմամբ կարելի է գնահատական տալ, ես վստահ եմ դուք տիրապետում եք այդ թվերին կամ պարտավոր եք տիրապետել։ Հաջորդ կարևոր հարցը վերաբերում է իմ շփումներից կոնկրետ տնտեսվարող սուբյեկտներ փոքր բիզնեսի, որոնք շատ ահազանգում են, մասնակի է վերաբերում ձեր կարգավորումներին, բայց ընդհանուր ձեր կարգավորումների հետևանք է։ Տեսեք, դուք ինչ եք ասում եք ես QR կոդը մեկ անգամյա կիրառելի է, ձեր տեսանկյունից որպես ֆիսկալ ֆունկցիա եւ վերահսկողական լրիվ տրամաբանական եւ հասկանալի է, որ սա պետք է մի անգամ կիրառվի, տեսնենք ով վաճառեց։ Բայց ինչ է առաջանում այս ձեր կարգավորումների ամբողջական համապատկերում, հատկապես փոքր տնտեսվարողների համար։ Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ, հատ կարամ տանեմ ցույց տամ։ Այդ մարդիկ ասում են, արտադրողը, մա ֆիրմաներ չասեմ, մեզ տալիս է այնպիսի գնով է սապրանքը, որը ավելի էժան դրանից կամ նույն գնով վաճառվում է ավելի խոշորների մոտ։ Հիմա այստեղ մի քիչ էլ հասկանալի է, մրցակցությունն է, մասշտաբի էֆեկտը եւ այլն։ Հիմա ասում եմ ես, եթե որպեսզի կարողանամ գոնե այդ գնով վաճառեմ եւ կարողանամ ես էլ վաճառեմ այդ ապրանքից, ես գնում եմ սուպերմարկետից եւ բերում եմ իմ խանութում, որ վաճառեմ։ Բնականաբար տրամաբանությունը ձեր ասացի թույլ չի տալիս, որտեղ սա այլևս համարվում է վերջնական վաճառված։ Բայց ես դեպքեր եմ ասում, հիմա կոնկրետ, եթե անհրաժեշտություն կա, եթե դուք չգիտեք, կարաք ուսումնասիրեք, տեսնեք, դա էլ է պետության գործառույթ, որ այդքան մեծ գնային տարբերություն կա։ 10 հատ պայմանական առնողի համար եւ 1000 հատ առնողի կամ 100 հատ առնողի համար այնպեսի գնային տարբերություն կա, որ այս առնողին ավելի ձեռնտու է գնա վաճառողից սուպերմարկետից գնի այս ապրանքը, քան արտադրողից գնի։ Սա խնդրահարույց է, սա վստահաբար խնդրահարույց է, որովհետև սա նույնն է, որ նաև պետությունը գիտակցաբար թե ոչ, իր կարգավորումներով ստեղծում է մի իրավիճակ, կարճ ասած, որ ասում է հայտնի անեկդոտում, ասում է դե միանգամից ասա չեք ուզում մենք աշխատենք այդ սկզբունքով։ Եվ կներեք էլի, այսինքն ձեր հարցը ճիշտ հասկացա, որ եթե օրինակ փոքր կլպակ կա, ինքը գնում սուպերմարկետից առնում որ վաճառի, այդտեղ որ սկանավորում են, շղթան փակվում է, հետո փակվում է եւ չի կարող վաճառի, բայց ինքը ստիպված է գնա սուպերմարկետից առնի ու վաճառի, որովհետեւ իրան արտադրողը տալիս է ավելի ուրեմն բարձր գնով, քան վաճառում է սուպերմարկետը շահույթն էլ մեջը։ Մի րոպե էլի, լավ։ Հիմա
եւ վերջապես պակաս կարևոր չի այս արժեշղթայի հետ կապված այդ մարդկանց նորից եմ կրկնում փոքր միկրոբիզնեսի այն բողոքները, որ դուք օրենք եք փոխում, կարգ եք փոխում, այդ մարդիկ ստիպված են լինում լրացուցիչ ծախսեր անեն, որովհետև հիմա նորից պետք է այդ ապարատները, այսպես ասենք, այդ ընդհանուր ուրեմն համենայն դեպս ինձ բազմաթիվ նորից փոքր բիզնեսի տնտեսվարողներ ասում են, որ պահանջ է դրել հարկային ծառայությունը, որ նոր տիպի, նոր ֆունկցիոնալ հնարավորություններով ուրեմն սարքավորումներ պետք է գնեն, որպեսզի կարողանան շարունակեն։ Հիմա դուք ձեր գլուխը բացաբար շարժում եք, ես ասում եմ մարդիկ, որոնք որ կոնկրետ գուցե տեղյակ չեք, գուցե հարմար չի որ ասեք, բայց կոնկրետ գնում է հարկային տեսուչ, ասում է եղբայր, քեզ այսքան ժամանակ այս սարքավորումը, որ հիմա աշխատում ես սրանով, սկանավորում ես եւ ՀՏՄ ես տպում, բարեկամ, պետքա փոխես։ Հիմա այդ փոխելը ծախս արժի եւ պակաս կարեւոր չի նաեւ ստեղ հասկանալ։ Այդ կարող է ասենք հարազատ մոտիկ մարդ է այդ ապարատն որաները բերում, այտենց իրան շրջանառությունա պետք անընդհատ պայման ենք փոխում, որ անընդհատ այդ մարդու ապրանքը ծախվի ինքն էլ գերշահույթ ստանա։ Իսկ ինֆորմացիա հստակ կարող եք տալ, որ տնտեսվարողն Այո։ Հիմա ես իրանից պետք է ճշտեմ եւ այդ տեղեկատվությունը կա։ Հիմա մարդիկ կանգնած են նորից այդ սարքավորումները փոխելու եւ այն օրը իմ աչքի առաջ փնտրում էին տարբեր տեղերից, տեսնեն ինչ գնային համակցություն կա, որ գոնե ասենք կարողանան ձեռք բերեն։ Խոսքը սկանավորման, այսինքն այն սարքավորումներն է, դե ես բանը տենց չեմ զբաղվում էլի բիզնեսով, օրենքն արգելում է։ Հիմա դրա համար չգիտեմ, այդ սարքավորումները սկան, ՀԴՄ ապարատ եւ այլն, խոսքը դրան է վերաբերում, որ պահանջ կա, որ դա նորից պետք է փոխվի, որովհետեւ նոր ֆունկցիոնալ հնարավորություններ են անհրաժեշտ, որ այս ամեն ինչը ճիշտ կատարվի եւ այլն։ Հիմա այս սրանք հարցեր են, որոնք որ մենք sense օրենքը քննարկում ենք, իրար գովում ենք, հա, երևի նաեւ ասենք արդյունքներ ենք նկարագրում, որ sense կլինի, բայց ներքևում մարդիկ են, հատկապես ես ասում եմ փոքր ու միջին բիզնեսի, որոնք այդ անվարժ պետության շարժումների հետևանքով ունենում են էական խնդիրներ, ընդհանուր մինչև, այսպես ասենք, սնանկացման ռիսկեր շուկայից դուրս գալու իրական փաստեր։ Դրանք Ձեր հարցերին նախ միանգամից ասեմ, որ մեր կողմից որևէ պարտադրանք չկա եւ իրականում եթե ունեք հստակ տեղեկատվություն, թե որ փոքր բիզնեսին են գնացել մեր տեսուչները նման բան ասել, ես խոսք եմ տալի, որ տվյալ դեպքում պատասխանատվության կենթարկվի տեսուչ, չի կարող այդպեսի բան լինի, այսինքն մենք տենց մեխանիզմ չունենք, ասեմ ինչի, չէ, տեսեք, ընդհատում եմ, հայտարարություն տարածեք, որ այդպես պահանջ չկա, թող բոլորն իմանան, ես այդ օրինակը ձեզ կտամ, որ ասենք Դե ես հենց հայտարարեցի նոր, այսինքն եթե կլինի նման իրավիճակ, որ մեր տեսուչը պարտադրել է որևէ նոր սարքավորում գնել, տվյալ տեսուչը պատասխանատվության կենթարկվի, հայտարարեցի, Հիմա տեսեք, եթե ունեն սարքավորում Չէ, ես աստեղ ուղղակի մի հատ կարևոր ճշտում, որպես հետո այդ հայտարարությունը սխալ չգնա, դուք ելնելով ձեր տված տեղեկատվությունից, դուք ասեք տվյալ մարդը ունի եւ սկանավորման գործիք, որը որ կարողանում է սկանալ, այսինքն ինքը նորմալ աշխատում է, սկանավորման սարքը ունի։ Դուք ասում եք նոր սարք գնելու եւ նոր սարքը օգտագործելու մասին։ Հիմա Նաև ինչ եք ասում, մյուս հարցը, հիմա ընդեղ մի հատ կարևոր բան ասացիք, բայց չպարզաբանեցիք, թե չեք լսում ինձ։ Հիմա հաջորդ հարցը, որը որ դուք ասում եք, մեծ գնային տարբերություն է առաջանում քանակների դեպքում։ Ենթադրում եմ QR-ների քանակների մասին եք խոսում, այսինքն հսկիչ նշանների քանակների մասին եք խոսում։ Իսկ այդ գնային տարբերությունը, որտեղ QR-ի գինը հստակ է, պարոն։ Չէ, խոսքը QR-ի գնի մասին չի, տեսեք, արտադրողը կոնկրետ սուպերմարկետին պայմանական տալիս է 1000 միավոր է ապրանքից։ Այլ գնով, փոքր խանութը, որ վերցնում է 5 հատ, 10 հատ, այլ գնով։ Հիմա ասում եմ, այս գնային տարբերությունը սուպերմարկետ այդ այս ապրանքը վաճառում է ավելի էժան, քան արտադրողը
այդ փոքր խանութին 10 հատ տալիս է այդ գնից ավելի էժան վաճառում է։ Այսինքն այս փոքր խանութը ասում է ես ավելի լավ է, ես ապրանքների անուններ չեմ ուզում տամ, բայց վստահ եմ էլի մի փոքր ուշադիր լինեք դուք էլ։ Ես հետո իր ասելուց հետո գնացել նայել եմ այդ գները, կոնկրետ վերաբերում է, ասենք, հա, այսպես ոչ գազավորված եւ հիմա այս չէ, դե հիմա էսի իրավիճակ է, երբ որ փաստացի այդ մարդը ասում է ես գնում եմ ընդեղից առնում եմ, բերում եմ, որ վաճառեմ, չեմ կարող վաճառեմ, հետեւաբար ոչ արտադրողից եմ կարողանում վերցնեմ վաճառեմ, որտեվ թանկ է, ոչ էլ այդ սուպերմարկետից եմ կարողանում բերեմ գոնե մի բան, գնային միջավայրում վաճառեմ։ Հիմա քանի որ խոսում ենք հսկիչ նշանի մասին, հսկիչ նշանի կրկնակի վաճառք թույլ տալու մասին է։ Փաստացի սպային մենք թույլ տալիս ենք։ Այսինքն եթե ինքը օրինակ սուպերմարկետից է գնել, նույն հսկիչ նշանով կարող է վաճառել մեկ այլ խանութում։ Ինչի, որովհետև ինքը վաճառքի նպատակով է գնել այդ բանը, ապրանքը, ոչ թե սեփական սպառման։ Այսինքն այդ հնարավորությունը տրված է։ Ստեղ ուղղակի մենք համակարգով ուշադիր ենք լինում, մոնիտորինգ ենք անում, եթե այդ ապրանքը երկրորդ անգամ սկանավորվում է օրինակ վաճառքի ինչ-որ մի կետում, հետեւաբար ինքը հենց այդ վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքն է։ Թույլ ենք տալիս։ Դուք ասացիք, որ եթե դուք էլ նոր ձեր խոսքում ասիք, եթե մի անգամ վաճառվում, հա, հարց տվեց պարոն Թունյանը, ասիք, եթե երկրորդ անգամ այս նույն ապրանքը վաճառքի, այսինքն այլ վաճառողի կողմից կարող է վաճառվել, բայց որտեղ ինձ ասեցին, սկանավորման ժամանակ երևում է, որ ինքը արդեն վաճառված է, ընդհանրապես որ սկանավորման գործը արեց, այդ ինֆորմացիան արդեն փոխանցվում է պետական եկամուտների կոմիտե, մենք տեսնում ենք, որ երկրորդ անգամ սկանավորեցին այդ QR-ը։ Այս ինչ կետում։ Դա չէ տեխնիկապես ճիշտ եմ։ այսինքն թույլ է տալիս վաճառի, որտեղ այնտեղ համակարգը ասում է, համակարգը այդ տնտեսվարող սուբյեկտը ինձ ասեց, երբ որ ես այդ ապրանքը, որ սուպերմարկետից ձեռք եմ բերել իմ մոտից վաճառում եմ, երբ որ սկանավորում եմ, այնտեղ ինքը տալիս է, որ սխալ է, այսպես այն ժողովրդի լեզվով ասած, աշիպկա է, որ այս դու իրավունք չունես վաճառես։ Համենայն դեպս, եթե այդպիսի հնարավորություն կա, այս հարցը ես դրանով չեմ զբաղվում, էլի, ես այդ բարձա չէ, որ ինձ ասում են, որ ես ձեզ փոխանցում եմ։ Եթե թույլ կտակ այդ մասով լրացուցիչ բարձրաբանում մասից պարոն Սահակյանը։ Տեսեք, այսօրվա կարգավորումները ոնց է, մենք թույլ տվել ենք, որ երկրորդ անգամ եւս վաճառվի։ Ինքը հուշում է անում, որ սա վաճառված է մի անգամ, որտեղ սովորաբար տնտեսվարողները հաշիվ ապրանքագրով են գնում, ոչ թե ԴՄ-ով, բայց հաշվի առնելով իրականությունը, որ գնում են սուպերմարկետից փոքր խանութը ապրանքը գնում է, հետո իր մոտ է վաճառում, մենք թույլ տվել ենք, որ վաճառի, բայց մեզ գալիս է ինֆորմացիան, որ այդ ապրանքը երկու անգամ ԴՄ-ով վաճառվել է, մենք այդտեղ վերլուծություն ենք անում։ Օրինակ ունենք դեպքեր, որ նույն ապրանքը 10 րոպեվա մեջ վաճառվել է Երևանի սուպերմարկետում եւ օրինակ Գավառում ինչ որ մի խանութում։ Մենք այդտեղ արդեն ռիսկեր ենք տեսնում, դրա հետևից գնում ենք, բայց այն դեպքերում, եթե ինքը իրատեսական է, այսինքն այսօր վաճառվել է սուպերմարկետում, 3 օր հետո էլ մեկ այլ խանութում, մենք այդտեղ համարում ենք, որ նորմալ է, այսինքն համարում ենք, որ ինքը գնել է, տարել, վաճառել է։ Եվ թույլ տալիս ենք, ու այդ գների մասով հարկային կարգավորումները կապ չունեն, էլի։ Այսինքն այս մասն էլ ոնց որ կարևոր հարցեր, երկուսն էլ կարևոր հարցեր էլի, այսինքն այստեղ հստակ ֆիքսում ենք, որ փոքր խանութների աշխատողները կարող են գնալ սուպերմարկետից գնել, սկանավորվի այդ ապրանքը, հետո իրանց մոտից էլի վաճառեն ու մի անգամ էլ սկանավորեն ու որևէ իրանց պատասխանատվություն կամ արգելք դրա համար չկա։ Բայց ամեն դեպքում մենք կոնկրետ դեպքերով վերլուծում ենք, էլի, եթե իմ ասած դեպքն է, որ 10 րոպեվա մեջ է, հնարավոր չէ, էլի։ Շատ լավ։ Մյուս հարցը վերաբերում էր, ասում եք, կարող եք քանակը տեսնել շահույթ եւ այլն։ Ես հիմա չբարձրաձայնեմ տնտեսվարողի գործունեության ցուցանիշների մասին, բայց այո, այդ բոլոր հարցերը հենց այդ մեր ուշադրության կենտրոնում են, որ ասի հիմա գնի մասին քննարկում ենք անում, նաեւ դա ենք նայում, այսինքն բայց շահութաբերությունը եւ շահույթը չես կարող միայն տվյալ փաստացի ժամանակաշրջանի համար նայելով հստակ ասել, թե ինքը գերշահույթ է ստանում, թե չէ, ինչու, որովհետեւ համակարգը դեռ կայացման փուլում է, այդտեղ ներդրումներ են լինում, կարիք կա մի քիչ ապագա երկար հորիզոնի համար իր բիզնես ծրագիրը հասկանալու։ Հիմա մենք դա ենք անում։ Իսկ մենք փորձում ենք այդ ծրագիրը հասկանանք իր բոլոր դետալներով եւ դրանից ելնենք արդեն օպտիմալ գնի վրա, որը որ կարող ենք արդեն հանգիստ կոմունիկացնել հանրության հետ։ Դա անում ենք, դա երբ որ կլինի կհրապարակենք դրա մասին ավելի մանրամասն կխոսենք ու մեկ էլ ամենաառաջին հարցը, որը որ ասացիք, ասում եք օրենքով ցանկանում եք
այսինքն օրենքով կարգավորման առարկան ցանկանում եք տեղափոխել կառավարության տիրույթ, իրականում նման բան տեղի չունի, որովհետև մենք հենց օրենքով ենք այդ, այսինքն օրենքով կոմունիկացնում ենք հասարակությանը, որ տեղեկատվության փոխանցում դուք պետք է անեք, եթե ուզում եք մենք համատեղ ջանքերով այս հետագծելիության համակարգը աշխատացնենք եւ ստվերի դեմ միասին պայքարենք։ Մենք ընդհանրապես ասում ենք կառավարությունը մնում է այնտեղ կարգը եւ դեպքերն է սահմանում։ Ինքը նորմալ իրավական պրակտիկա է, իրավաբանների հետ քննարկված է, այսինքն ամեն դեպքում ազգային ժողովն է լիազորությունը տալիս, որպեսզի հասարակությանը որոշակի պարտավորություն դրվի իրենց վրա, որ իրենք էլ աջակցեն այս process-ում։ Սա է ամբողջ իմաստը, եւ այդ նույն հարցը կարծում պետք է ծագեր նաեւ դրոշապիտակների համար, որտեղ նույն տրամաբանությամբ այնտեղ էլ է գործը, այսինքն օրենքը տվել է լիազորություն կառավարությանը այդ դեպքերը եւ կարգը սահմանել է կառավարությունը։ Տեսեք, խոսքը կարգի մասին չի, այդ գիտեք, այստեղ կարծում եմ նստած բոլորը ես արձագանքում եմ հիմա իմ իրավունքից եմ օգտվում, անհանգիստ եք էլի, ուրեմն ես խնդիրը կարգի մեջ չեմ տեսնում, ոչ էլ ընթացակարգի, որտեղ դա այո կառավարությունը պիտի հələ ավելին ասեմ, նույնիսկ կարա լիազոր մարմինը սահմանի։ Այստեղ խնդիրը օրինակ դեպքերի մասին է, այսինքն այդ դեպքերը, որ դեպքերում այդ պարտավորությունը պիտի առաջանա, դա իմ կարծիքով ամբողջական պարտավորության նորմի մեջ է։ Դեպք ու ինչ եմ պարտավոր անել, պարտավորության նորմի մեջ է։ Եվ սա ըստ էության օրենքի սահմանման առարկա է։ Ես հիմա չեմ ուզում նեղ իրավական բանավեճի մեջ մտնենք, բնականաբար դուք կարող եք նրբությունները հիմա չեք քննարկել կամ քննարկել եք այլ իրավաբաններ այլ կարծիք են ասել, բայց իմ մոտեցումը դա է, եւ ես կարծում եմ, որ այո, օրենքով համապարփակ իրավունք պարտականություն սահմանելը ընթացակարգի մասին չի խոսքը։ Շատ կարևոր է եւ նաեւ օրենքով փոխել, որտեղ դա իրավունք է, պարտականություն է եւ դի սահմանվի օրենքով այսքանը։ Տեսեք, պարտականությունը ըստ էության համապարփակ է, որովհետև մենք ինչ ենք ասում, մենք տեղեկատվություն փոխանցել հսկիչ նշանների վերաբերյալ։ Հիմա խնդրեմ բան Սահակյան ասեք։ Մենք հենց օրենքով հստակ նշված ասում ենք, եթե ՀԴՄ-ով վաճառքա ՀԴՄ-ի միջոցով եք փոխանցում, մնացած բոլոր սպառման կամ օգտագործման դեպքերում էլեկտրոնային եղանակով է փոխանցում։ Այսինքն այդ ոչ, կառավարությունը արդեն այդ դրա շրջանակներում կարգն ու դեպքերն է սահմանելու, դեպք նկատի ունենք, որ օրինակ մասնակի վաճառ կամ ինչ-որ բան, բայց ընդհանրական սահմանումը ունենք երկու կարգավորում է։ Եթե ՀԴՄ-ով վաճառքա ՀԴՄ-ի միջոցով մնացած բոլոր դեպքերում մնաց։ Չէ, դեպքերը, մնացած բոլոր դեպքերը, այսինքն բոլոր դեպքերն է ինքը։ Առիթից օգտվելով հարգելի գործընկերներ, մեր փորձագիտական վարչությունը դիտարկումներ ուներ ժամկետների մասը։ Կարգում ժամկետները, դե մինչև երկրորդ ընթերցում եկա ժամանակ ունենք, շատ լավ։ Դե ճիշտ են, քանի որ անընդձգելի ռեժիմով է եկել, մեր մոտ մի քիչ ժամանակը քիչեր չեն հասցրել շուտ բան անեն, այսօր թե երեք են վերջնական բանը ուղարկել, իմ կարծիքով կլուծվի։ Եվ մեկ էլ խնդրեմ, Պարոն, ես ուղղակի այդ դեպքերը փոխանցելու համար, պարոն Հակոբյան, պայմանավորվենք նաև հատուկ եմ հրապարակային ասում, թող այս աշխատավոճն էլ նաև ֆիքսվի, ձեր տեղակալներից մեկի հետ փորձում է աշխատանքային կարգով խնդիրներ փոխանցել, ինքը այդպես էլ առաջի զանգից հետո այլևս որևէ կերպ չարձագանքեց, անձնական չէ, էլի, այսպիսի խնդիրներ հայտարարագրմաններ վերաբերում նախորդը, հետո ստիպված եղա ուրեմն կառավարության այդ հարց ու պատասխանին այդ հարցը բարձրացնեմ, կարանք մենք պայմանավորվենք, որ այսպիսի հարցերը, երբ որ հրատապ գալիս են, աշխատանքային կարգով փոխանցենք ցանկացած մեկին կարևոր չի հիմա, ով որ անմիջապես որոշում կայացնողին այս դեպքում ձեզ իրազեկի, որովհետև մենք հենց դրա համար էլ կոչված ենք, որ հանրությունից նաև պարլամենտական վերահսկողության շրջանակներում հանրությունից եկած հարցերը, խնդիրները, որոնց մի մասը գուցե
հիմնավոր չլինի, մի մասը լուծված լինի տեղեկատվության փոխանցման խնդիրնի, սա արդյունավետության գրավական է, որը ձեր տեղակալներից մեկը կարծեմ միջև առնվազն այս վերջերս իմ տպավորությամբ այդ մասին ասենք այդքան էլ այդ կարծիքին չէր։